Բարև ձեզ, իմ զրուցակիցը ռեժիսոր Ռուբեն Բաբայանն է։ Բարև ձեզ, պարոն Բաբայան։ Բարև ձեզ։ Այսօր ինչ խնդիր ունի լուծելու թատրոնը հասարակության համար, թատրոնը եւ կինոն։ Կարծում եմ ամենակարևոր հարցն է, որ թատրոնը եւ ընդհանրապես արվեստը հասկանա, որ նա ոչ մի խնդիր չունի լուծելու հասարակության համար։ Նրա ամենակարևոր խնդիրը մարդն է, անհատը։ Եվ երբ որ դու խնդիր ունես անհատի հետ, դա նշանակում է, որ դու պետք է անհատին հետաքրքիր լինես, փորձես երկխոսության դուրս գալ անհատի հետ, ոչ թե հասարակության հետ, որտեվ անհատ ավելի խորն է, քան հասարակությունը։ Հասարակությունը, այսպես ասած, մեր առանձնահատկությունները կարծես սվաղում է մի քիչ։ Անհատը շատ ավելի վառ է, անհատ ավելի հետաքրքիր է։ Եվ ամենակարևոր խնդիրը կարծում եմ, որ միշտ ունի արվեստը, թատրոնը կամ կինոն կապ չունի, դա երկխոսություն ծավալելն է, շատ անկեղծ, առանց որևէ ուսուցողական մոտեցման, հավասարը հավասարի պես, արվեստի լեզվով։ Արվեստը յուրաքանչյուր մարդուն դարձնում է ավելի խորը, որովհետև տալիս է հնարավորություն, որպեսզի դու հայացքդ թեքես դեպի ներս, իսկ քանի որ դու ինքդ ես խորը, յուրաքանչյուր մարդ, անկախ իր հայացքներից, մոտեցումներից, նույնիսկ կրթական մակարդակից, ազգությունից եւ այլն եւ այլն։ Եթե այդ իր կարևորագույն խնդիրը արվեստը կատարում է, որը հաճախակի չի լինում, անկեղծ ասեմ, ապա շատ լավ է։ Երջանիկ է զգում իրեն եւ հանդիսական թատրոնում, եւ դերասանը բեմում, եւ ռեժիսորը բեմի դամասում։ Իսկ եթե թատրոնը կամ կինոն վերցնում է իր վրա ուղեցույցի դերակատարումը, դա մի շատ վատ է վերջանում, որովհետև մեր ուղեցույցը մեր ներսում է եւ մեր համոզմունքները այնքանով են ամուր, ինչքանով ծնվում են մեր մեջ, այլ ոչ թե դրսից են պարտադրվում։ Իսկ մեր մեջ նրանք կարող են ծնվել, երբ որ կա երկխոսություն, ընդհանրապես որևէ բան կարող է ծնվել, երբ որ կա երկխոսություն։ Ամենակարևոր ցուցիչը, որ թատերական ներկայացումը կամ ֆիլմը հաջողված է, որն է։ Կարծում եմ եւ ֆիլմը եւ ներկայացումը առաջին հերթին պետք է ունենա էմոցիոնալ ազդեցություն։ Շատ վատ է, երբ որ ստում ես հանդիսականին ներկայացման կամ ֆիլմի ժամանակ մտածել։ Նա ինչ-որ բան բաց է թողնում։ Մտածելը գալիս է հետո, երբ որ փորձում ես վերլուծել այն զգացմունքները, որ դու ունեցել ես ֆիլմի կամ ներկայացման դիտելու ժամանակ։ Հենց դրա պատճառով որ լավագույն հանդիսատես դրանք կանայք, որովհետև կանայք զգայարաններով են անցալում արվեստը։ Տղամարդիկ նստած էշեշ ասում են, «Էս ինչ ասեց, էս ինչի սենց արեց»։ Հանդիսատեսի մոտորապես 70-80% ամբողջ աշխարհում կանայք են, տղամարդկանց 20%-ն էլ երևի այն տղամարդիկ են, որոնք կանայք զորով փոկել են հեռուստացույցից կամ գարեջրից ու բերել են թատրոն։ Ես այստեղ ոչ թե ուզում եմ հաճախացնել կանանց եւ այլն, պարզապես ուզում եմ ցույց տալ, որ արվեստի ընկալում իրենց մոտ ավելի ճիշտ է։ Նրանք զգում են, հետո վերլուծում են, իսկ ինչու է այս ապրումը ունեցա ներկայացման ժամանակ կամ այս տեսարանի ժամանակ ինչու է, եւ դրանից հետո արդեն գալիս են մտքեր։ Ճիշտը կարծում եմ նա է, երբ որ մեր մտքերը ձևավորվում են մեր զգացմունքների արդյունքում, այլ ոչ թե հակառակ։ Եթե նկատել եք մեր զգացմունքները, որոնք կայանում են մեր մտքերի արդյունքում, նրանք ավելի բացասական են, քան այն մտքերը, որոնք զգացմունքների արդյունքում են։ Չտակտիր է։ Վերջի ժամանակներս մի քանի տարի, եթե ոչ ավել, եկել եմ այդ եզրակացությանը, որ արվեստ ունի միայն ու միայն անհատական ազդեցություն յուրաքանչյուր հանդիսականի հետ։ Սա չի նշանակում, որ բացառվում են թատրոնի կամ կինոյան ձևերը, որոնք այսպես ասած մասսայական ընկալումներ ունեն, բացարձակապես։ Ես միշտ ասել եմ, որ արվեստի իդեալական ձևը դա երաժշտությունն է։ Եվ նայեք, ես եւ դուք կարող ենք լսել նույն երաժշտությունը, դասական, բայց մեր մոտ կարող են շատ տարբեր զգացմունքներ առաջանալ, շատ տարբեր պատկերներ։ Մեր երևակայությունը շատ անհատական է։
Եվ կարծում եմ մնացած բոլոր արվեստի ձևերը պետք է երաժշտություն ընտրեն որպես կամերտոն, հա, այդ մոտեցումը։ Ոչ թե ուրախանաս, որ այ հիմա բոլորը ծիծաղեցին կամ բոլորը լաց եղան։ Բոլորը նույն բանը հասկացան։ Չէ, լավը նա է, երբ որ յուրաքանչյուրը իրենն է տանում, նայեք մենք խոսում ենք իրար հետ կամ լսում ենք ինչ-որ մեկին կամ կարդում ենք նույն գիրքը, բայց մենք կարող ենք տարբեր բաների վրա ուշադրություն դարձնել։ Իդեպ գրքի հետ կապված հետաքրքիր է, որ նույն գիրքը, նույն մարդը կարող է մի քանի տարի հետո այլ կերպ կարդալ։ Փորձեմ նույն, այսպես ասած, ձեր եզրակացությունը տեղափոխել թատրոն։ Եթե մենք պատկերացնենք նույն ներկայացումը, նույն դերասաններով, նույն թատրոնում, նույն հանդիսականին ենք հրավիրում, որը նայել է ներկայացումը 2 ժամ առաջ, միևնույն է դա արդեն ուրիշ ներկայացում է։ Ամեն անգամ նորից է ստեղծվում։ Ինչ որ բան փոխվում է։ Արվեստը ընդհանրապես ապրում է արվեստին կալում ավելի շուտ ապրում է ժամանակի մեջ։ Նույնիսկ 2 ժամվա տարբերությունը արդեն փոխում է մեր ընկալումը։ Նայեք, հաճախակի լինում է այսպես մենք ծանոթանում ենք ինչ որ արվեստի գործի հետ, հա, նայում ենք ինչ որ մի հետաքրքիր ֆիլմ, որը մեզ շատ դուր եկավ, կամ ինչ որ մի գիրք, որը շատ դուր եկավ։ Ինչ ենք մենք ասում դրանից հետո։ Ինչքան աղքատիկ էր իմ կյանքը դեռ 3, երբ ես սրա հետ ծանոթ չէի։ Նույնն է նույնիսկ մարդկանց շփման հետ։ Ծանոթանում ես մի հետաքրքիր մարդու հետ եւ ասում ես Աստված, ես տեսակ մարդ կար։ Բայց ես ոնց այսքան տարի ապրել եմ ու իրան չեմ իմացել։ Ես ինչքանով հարստացավ իմ կյանքը։ Սա կյանքի սկզբունք է, որը միանշանակ տեղափոխվում է արվեստի ընկալման վրա։ Ժամանակի մասին խոսեցիք, այդ շատ հետաքրքիր է։ Ես չեմ կարող ասել, որ հետևում եմ Օսկար ստացած բոլոր ֆիլմերի։ Պարզապես այս վերջին ֆիլմը շատ արձագանք ստացավ, նաև հայ դերասանների մասնակցությամբ։ Անուրա ֆիլմը դուք նայել եք։ Հա, նայել եմ։ Ինչ տպավորություն ունեք։ Ես օրինակ շատ տարբեր պատկերացումներ ունեմ լավ կինոյի վերաբերյալ, բայց իմ կարծիքը մասնագիտական չի։ Միգուցե կա ինչ-որ բան, որ ես լավ չեմ հասկացել։ Իմն էլ մասնագիտական չի, որտեղ ես կինոյի մասնագետ չեմ, բայց այն ինչ որ ես տեսա, ես կարող եմ ասել պարզունակ ֆիլմ է։ Իսկ ինչու է այդ ֆիլմը ստացել Օսկար։ Ես ասեմ, սա առաջի դեպքը չի։ Կարծում եմ այդտեղ կա Օսկարի մրցանակաբաշխության որոշակի, ասենք ասեմ, գաղափարախոսություն։ Ես եմ այդպես կարծում, դա չի նշանակում, որ դա այդպես է։ Նման ֆիլմեր են ստանում Օսկար, որոնք իսկապես կհավաքեն շատ մեծ քանակությամբ հանդիսական, անկախ նրանից նա կստանա Օսկար թե ոչ։ Բայց քանի որ նա ստանում է Օսկար, իսկ հետո ասենք թե որևէ մի հրաշալի, ասենք թե Forrest Gump ֆիլմն է ստանում Օսկար։ Եվ մարդիկ հասարակությունը այդ Օսկարի պիտակը, որ իրանք տեսել են Անորա ֆիլմում, ասենք ասեմ ժամանակները մի քիչ փոխենք, հա, գնացել են, դուր եկել իրենց, լիքը սեքս, լիքը ուրեմն այնտեղ ինտրիգներ, հազար ու մի բան եւ այլն, սենտիմենտալ պատմություն, հա, եւ այլն, մելոդրամատիկ եւ այլն։ Արդեն Օսկարի ոնց որ թե բանը ոչ միայն, ասենք ասենք, էլիտաների համար է, մասնագետների համար է, այլ հասարակ մարդու համար, եւ հասարակ մարդը գնում է նայում է Forrest Gump, ծանոթանում է բարձր արվեստի հետ։ Հետաքրքիր վերլուծություն է, երբեք չեմ մտածել։ Ես կարծում եմ այդպես, որտեղ ինքը շատ պրիմիտիվ է իհարկե։ Անորը։ Ոչ մի կերպ չես հասկանում, ինչի համար է ստացել։ Առավել եւս ստացել է մրցանակ օրիգինալ սցենարի համար, սցենարը բացարձակապես օրիգինալ չի։ Սցենարը այնպեսի մի սխեմայով արված եւ այդ սխեման այնքան գրողներ են օգտագործել իրենց ուրեմն վեպերում, որ ես այնտեղ կարելի է իհարկե աղջիկը շատ լավ է խաղում, ռեժիսորը դե չգիտեմ, բայց որ դա օրիգինալ սցենար է, երբ որ այսինքն սխեմայով գրած թե ինչ է կատարվում, ոնց է կատարվում, բազմաթիվ վեպեր կարող եմ օրինակ բերել, որոնք մոտավորապես նույն ձևով են կառուցված։ Երիտասարդ տղա, այդ տեսակ աղջիկ, Ազատ Բարքերի կամ ասենք թե հասարակական աշխատող ծնողների ըմբոստություն, տղայի պատրաստականությունը ամեն ինչ անել, ամուսնանալ, հետո կոտրվել։ Վերլուծություններում ես հանդիպում եմ, որ սա հակադրությունն է
Սիրունիկը ֆիլմին, որտեղ հեքիաթային ավարտ է։ Շատ կանայք գուցե այդ մասնագիտության կամ զբաղվածության տեղ գնային եւ պատրանքներ կունենան, որ կարող է իրենց կյանքում ահա այսպիսի բան լինել, իսկ այս դեպքում ավելի իրատեսական է ավարտը, որ ամեն դեպքում չստացվեց այդ միությունը։ Դե բոլոր դեպքերում կինոն եւ արվեստը ուղեցույց չեն։ Ինչով կավարտվի, ինչով չի ավարտվի։ Մոխրոտիկն էլ է հեքիաթ, գեղեցիկ հեքիաթ է։ Իսկ ով ասեց, որ գեղեցիկ հեքիաթը ավելի պակաս, ասենք ասենք, կարևոր ազդեցություն ունենում, քան ասենք թե դաժան, ռեալ պատկերը։ Չեմ կարծում։ Այո, Սիրունիկը նախ հոյակապ դերասաններ, հրաշալի հեքիաթ է։ Բազմաթիվ նման հեքիաթներ կան, որտեղ ամեն ինչ շատ լավ է ավարտվում, եւ դա բացարձակապես չի նշանակում։ Արվեստը ընդհանրապես հեքիաթ է։ Լինում են լավ ավարտներ, բարի ավարտներ, լինում են ողբերգական, բայց նա միևնույն է հեքիաթ է։ Սա էլ է հեքիաթ։ Ամորան, սա տենց չի, որ դոկումենտալ բան վերցրած ու տեղափոխված է։ Էլ է հեքիաթ է։ Պարզապես համարել եմ, որ երևի թե այսօր այդ հեքիաթը ավելի ընդունելի է։ Իսկ եթե խնդիր են դրել ինչ-որ բան սովորեցնելու, ավելի վատ իրենց համար, ոչ մի բան չեն սովորեցնում։ Կատունը այդ մրցանակը չի արժեզրկվում։ Տեսեք, շատ մարդիկ միգուցե բազան չունեն լավ կինոներ նայելու եւ իրենք կմտածեն, որ լավ կինոն դա է։ Դե թող մտածեն, ինչ է եղել։ Մյուս տարի համոզված եմ, որ մի հրաշալի ֆիլմ կստանա Օսկար, իսկապես բարձր գեղարվեստական արժեք ունեցող։ Եկեք համաձայնենք մի բանի հետ, որ այս աշխարհում յուրաքանչյուր մարդ իր արևի կտորի իրավունք ունի։ Ոչ պարտադիր չի, որ բոլորը կարդան Կաֆկա եւ հրճվեն դրանից։ Դա բոլորի համար չի։ Ոչ պարտադիր չի, որ բոլորը ուրեմն, չգիտեմ, նայեն Մատիսի նկարները եւ նայեն իրենց դուր գա կամ Պիկասոյի։ Դժվար է, որպեսզի բոլորը ընկալեն Ավետ Տերտերյանի երաժշտությունը։ Շատ դժվար է։ Ռաբիզը հեշտ է։ Ինչ կա որ։ Դուք շատ շփվում եք տարբեր եւ դերասանների հետ, եւ ռեժիսորների հետ, այդ արվեստի հանդեպ ընկալումը ինչպես է դաստիարակում։ Պարզ է, որ եթե ընտանիքում լսում են լավ երաժշտություն, դա դաստիարակության ձև է, նայում են լավ կինո կամ ունեն լավ գրադարան, որ ծնողը երբեմն ինչ-որ հատվածներ կկարդա, բայց կան չէ երեխաներ, որ այդ ամեն ինչ իրենց ընտանիքում տեղի չի ունենում։ Շատ պարզ մի ընտանիքի զավակ է, որտեղ այդքան էլ չի կարևորվել արվեստը, սովորական սերիալներ են նայել եւ այլն, բայց այդ նուրբ ընկալումը ունի։ Այսինքն ինչ-որ մի բան ծնվում է մարդու հետ, թե Բարդ հարց եք տալիս։ Ես անկեղծ ասեմ, պատասխանը չգիտեմ։ Բայց ես գիտեմ մի բան, ամենայն դեպս իմ համար արվեստը գեղագիտական սեր է։ Եվ կարծում եմ շատ կարևոր է, որ մարդ ծնվի, նախ ծնվի սիրո արդյունքում, սկսենք դրանից, եւ մեծանա սիրով շրջապատված։ Ես այն տարիքում եմ, որ կորցրել եմ եւ ծնողներին, եւ պարզատատիկ պապիկին, ու ես հաճախակի շնորհակալություն եմ հասցնում Բարձրալին կամ իմ ճակատագրին, որտեղ ես մեծացել եմ սիրով շրջապատված բոլորի կողմից։ Դա այնքան կարևոր բան է, երբ որ քեզ սեր են տալիս։ Հենց այսօր իմ այս կարգավիճակով, որ ես որ ելույթներ եմ ունենում, հաճախակի հրավիրում են տարբեր հարցեր ու պարզապես անկեղծ պատասխանում եմ։ Շատ ու շատ մարդկանց դա դուր չի գալիս։ Նույնիսկ որ ատելություն առաջացնում։ Ես չեմ կարող ոչ մեկին պատասխանել, ոչ չարությամբ, ոչ ատելությամբ։ Ես չեմ կարող ասել, որ ես սիրում եմ բոլորին, դա սուտ կլներ, բայց որ ես ոչ մեկին չեմ ատում, դա հաստատ։ Եվ կարծում եմ այդտեղ մեծ նշանակություն է ունեցել իմ մանկությունը։ Ես մեծացել եմ սիրով շրջապատված։ Սա շատ կարևոր բան է։ Արվեստը եւս բերում իմ բան։ Արվեստը դարձնում է մարդուն ավելի խորը։ Ուզում ենք մենք արդյոք, որ մեր երեխաները լինեն ավելի խորը, թե ուզում ենք, որ իրանք շարժվեն որոշակի կարծրատիպերով։ Պապս էս տեսակ բան էր ասում, պապուս պապ էս տեսակ բան էր ասում, ասածն եմ մի տաղտկալի ճշմարտություն,
Այս գրողը գրեց տաղտկալի ճշմարտությունների մասին, այն գրողը գրեց, այն բանաստեղծը գրեց, իսկ գուցե ավելի հետաքրքիր է նոր բան իմանալ, նոր բան լսել, նոր հայացքով նայել, մի քիչ պապուծդ ամենայն սիրով, ամենայն հարգանքով փորձես տարբերվել, որտեղ պապդ ապրել է ուրիշ ժամանակ, ուրիշ շրջապատում եւ այլն եւ այլն։ Հաճախակի ծնողները շատ են մեղավոր, երբ փորձում են իրենք որոշել իրենց երեխայի ճակատագիրը։ Իրանք չունեն, որտեղ այդ երեխաներն են ապրելու այդ կյանքով, ոչ թե ծնողները, որոնք որոշում են։ Պատմությունը ցույց է տալիս, փորձը ցույց է տալիս, որ այն մարդիկ, ում ճակատագիրը որոշել են ծնողները, երջանիկ չեն։ Պարոն Բաբայան, բայց միշտ ծնողները լավագույնն են ուզում երեխաների համար։ Դա իրենց պատկերացրած լավագույնն էր։ Լավագույն ցանկություններով կառուցված է դժոխքի ճանապարհը, գրված է Աստվածաշնչում։ Քննադատական մտածողությունը ինչպես է դաստիարակվում։ Շատ կարևոր։ Քննադատական մտածողությունը դաստիարակում է քո մեջ ինքնուրույն մտածողություն։ Ամեն ինչին մոտեցի քննադատաբար, վերլուծի։ Բայց փոքր տարիքից դա ճնշվում է, չէ՞, ասում են, դե սա է պետք անել։ Սա է։ Դու պետք է անես սա։ Միայն դա չի ճնշվում։ Նայեք, շատ բնական պահանջ յուրաքանչյուր երեխայի մոտ։ Շատ բան իմանալ։ Հարցեր է տալիս, մի հրաշալի բան է։ Երեխան հարցեր է տալիս։ Երեխան ընդհանրապես ծնվում է որպես իդեալական մարդ, հա, նա անկեղծ է։ Նա սիրում է խաղալ, նրա համար ամեն ինչ հետաքրքիր է։ Սա իդեալական վիճակն է, հետո սկսում է փչանալ։ Ես միշտ ասել եմ, մեծերը դրանք փչացած երեխաներն են։ Եվ ինչ ենք անում մենք ծնողներս։ Հերիք եղավ հարցերը տած գնա առաջ ասում են հեռուստացույցի միացրու մուլտֆիլմ նայի, ասում են ինչ ասում են դա արա։ Հա, ես այդպես եմ ուզում։ Հաճախակի երբ որ երեխան հարցնում է ինչու, ծնողը պատասխանում է, որտեվ ես այդպես եմ ուզում, դա ինչ պատասխան է։ Դա անհարգալից վերաբերմունք է երեխայի հանդեպ, որ երեխան շատ լավ զգում է եւ ցավոք սրտի ընկալում է։ Եվ հետագայում իր կյանքում է դա սկսում երևալ։ Մեծագույն հարգանքը պետք է ունենալ երեխայի հանդեպ, որ երեխան քիչ բան գիտի, երեխան դեռ շատ քիչ բան է հասկանում, բայց նա մարդ է, նա անհատականություն է, չկրկնվող, իրեն հարգել է պետք։ Գնահատականը երեխայի ճիշտ ու սխալի, լավ ու վատի, հաճախ ծնողները հպարտանում են, որ իրենց երեխան շատ խոնարհ է, շատ ամեն ինչը լսող է եւ մյուս ծնողներ կարող է սրտնեղել, որ երեխան ըմբոստ է, բայց հետո երբ ժամանակ է անցնում, տեսնում ես հանկարծ, որ այդ ըմբոստ երեխան շատ ավելի կայացած մարդ է, շատ ավելի կարևոր եւ մեծ առաջնահերթություններով։ Խոնարհ երեխան անհատականությունը ճնշված երեխան է։ Դա ծնողների համար հարմար երեխան է։ Ինչի մասին քիչ առաջ խոսեցինք, հա, որ ծնողները ուզում են իրենց համար հարմար լինի իրենց երեխայի ճակատագիրը։ Այս աղջիկը այդ ամուսնացի կամ այս տղային ուրեմն այս աշխատանքը ընտրի, ընդ որում հաճախակի պարտադրողական ձևով։ Խոնարհ երեխան դեռ իդեալական երեխա չի։ Ծնողին հարգելը չի նշանակում ամեն ինչում լսել։ Եթե ես ամեն ինչում լսում եմ ծնողին, դա նշանակում է, որ ես չկամ։ Որտեղ չկա աշխարհիս երեսին երկու մարդ, որ նույն ձևով մտածի, նույն ձևով գնահատական տա ամեն ինչ։ Այդպես չի լինում։ Կենթանական աշխարհում այդպիսի բան չկա։ Շները իրարից տարբերվում են, չգիտեմ, կրյաներն են իրարից տարբերվում, մարդիկ առավել եւս։ Երևի ամենակարևոր բանը դա հասկանալ, որ մենք տարբեր ենք եւ հարգել այդ տարբերությունը, չընկալել դա որպես ողբերգություն։ Չէ՞ որ մեր հասարակության երևի ամենամեծ հիվանդությունը նրա մեջ է, որ մենք չենք կարողանում հարգել այն, որ մենք շատ ենք տարբերվում իրարից, բայց դա նորմալ երևույթ է։ Երկխոսությունը չի կայանում։ Չի կայանում, որտեղ մենք ուզում ենք խոսել ինքներս մեր հետ։ Եվ եթե որևէ մեկ ուրեմն չի կիսում մեր հայացքը, մենք իրեն միանգամից պիտակավորում ենք։ Հազար մի հատ անուն ենք կպցնում։
Ինչու որտեվ նա ուրիշ ձև է մտածում։ Իսկ պատկերացնենք մի աշխարհ կամ մի հանրություն, որտեղ բոլորը նույն ձև են մտածում։ Խելագարվել կարելի է։ Անհամեմատ ավելի օգտակար է զրույցը մարդու հետ, ում հետ դուք նույն կերպ չեք մտածում, քան մարդու հետ, ում հետ նույն կերպ եք մտածում, որովհետև այդ երկխոսության, այդ տարաձայնության մեջ կարող են շերտեր ծնվել, որոնց մասին դու չես մտածել։ Իհարկե։ Միանշանակ համաձայն եմ։ Շատ ավելի հետաքրքիր է, շատ ավելի օգտակար է, շատ ավելի հմայիչ է։ Բայց այդ պահին կարող է ստրեսային լինել։ Չէ, պետք է պատրաստվել։ Վերջ-վերջո, եթե դու դուրս ես գալիս ինչ-որ մեկի հետ խոսակցության, դու չես դուրս գալիս հայլու առաջ խոսելու։ Ուրեմն ինչ-որ բան ուզում ես լսել, ինչ-որ բան ուզում ես իմանալ, ինչ-որ բան ուզում ես ասել։ Բայց այստեղ էլ շատ կարևոր է քո դիրքորոշումը, երբեք մի եղիր համոզված 100%-ով քո ասացի ճշմարտության մեջ։ Սկզբունքները ու կարծիքները դրանք տարբեր բաներ են։ Սկզբունքները արմատների նման են, նրանք պետք է պահպանել, կարծիքները տերևների նման են, նրանք կարող են փոխվել եւ ինչքան շուտ փոխվեն, այդքան լավ։ Տարին մի անգամ առնվազն, հա, որպեսզի նորից կանաչ կարծիքներ գան։ Եթե դու ասում ես, որ ես նույն կարծիքին եմ, ինչ 20 տարի առաջ, դա նշանակում է 20 տարվա ընթացքում որևէ զարգացում չես ապրել։ Կյանք գնացել է, փոխվել է, մարդիկ են հայտնվել, հազար ու մի հատ իրադարձություն դու նույն կարծիքին ես։ Հետո ես ոչ մի բան չեմ անցալում։ Ինչ հպարտանալու բան կա։ Ես մի բան գիտեմ, որ սա այսպես կասկածելու ունակությունը մենք այդ մասին էլի ենք խոսել։ Թվում է, թե դա ինչ-որ բան քիչ իմանալու արդյունք է, բայց իրականում դա ինտելեկտի արդյունք է եւ ոչ թե հակառակը։ Նայեք, ասում եք քրիտիկական մոտեցում, հա։ Ինչու դա կարևոր։ Քրիտիկական մոտեցման արդյունքում ձևավորվում է քո ինքնուրույն կարծիքը։ Քո կարծիք, հա, համատեցիր տարբեր բաներ, վերլուծեցիր, որոշակի բաներ մերժեցիր, որոշակի բաներ ընդունեցիր, ձևավորեցիր քո կարծիքը։ Այն կարծիքը, որը ձևավորում ես դու, ձևակերպում ես դու, այն շատ ամուր է։ Այն կարծիքը, որ դու պարզապես ասում ես, այ այստեղից եկել է, ես էլ ընդունում եմ, որտեվ այս կարծիքը, այս մարդու կարծիքը կամ այս, չգիտեմ, հանրության կարծիքը կամ այս բանի կարծիքը իմ համար 100%-անոց ճշմարտություն է, ամուր չի։ Նա դրսից ներդրված է։ Դու չես ձևավորել ինքնուրույն այն, վերլուծելով, մտածելով, դու պարզապես ընդունել ես որպես հեղինակության կարծիք։ Երբ որ դու լավ ես ուսումնասիրում, չէ՞, մարդը քեզ համար հեղինակություն է, կարող է շարունակել հեղինակություն լինել, բայց երբ որ դու մանրամասն ես ճանաչում այդ մարդուն էլ, դու տեսնում ես, որ այդ մարդը խոցելի կողմեր ունի, որ այդ մարդը սխալ կողմեր ունի եւ չի կարող այնպես լինել, որ իր ասած յուրաքանչյուր խոսքը լինի այդպես հեղինակավոր, ընկալումը անվերապահ գալիս է նրանից, որ դու լավ չես ճանաչում, պարզապես։ Ես եթե կարելի մի խոսքով դաս, որտեվ այդ մարդը մարդ է։ Ամեն ինչ կա մարդու մեջ։ Եվ մարդը փոփոխական է։ Ես կարող եմ ձեզ բազմաթիվ մեծ հեղինակությունների բերել փիլիսոփաների, որոնք տարբեր ժամանակներում իրար հակասող բաներ են ասել։ Եվ դա անսկզբունքայնության բան չի, նշան չի, օրինակ չի։ Նրանք պարզապես զարգացել են։ Նա կարող է այս պահին այս ձևով մտածել, նա կարող է այդ օրը այդ տրամադրությունով է նայել աշխարհին։ Նա կարող է հունվարի 7-ին ասել է, որ այս աշխարհը փուչ է եւ այստեղ ապրելու իմաստ չկա, իսկ հունվարի 8-ին ասել է այս աշխարհից ավելի հրաշք բան չկա։ Որտեւ սիրահարվել է այդ օրը։ Իհարկե։ Իհարկե։ Ես կարծում եմ, որ ինչ է պետք սրա համար, հա, պետք է բաց լինել։ Մարդ բաց պետք է, մենք երեխաներին բերեցինք օրինակ, հա, երեխաները ինչքան բաց են։ Միջև այնտեղ ծնողները դեռ մտածում են ոնց կարող են, ասենք թե դուրս են եկել այգի ման գալու։ Իրար հետ ինչ որ կոնտակտ մտնել, այս երեխաները տարբեր ծնողները արդեն կոնտակտի մեջ են, արդեն խաղում են իրար հետ։ Արդեն հասցրել են եւ կռվել, եւ նորից բարիշել, եւ սիրահարվել, եւ համբուրվել, եւ գրկախառնվել, եւ խոստանալ, որ վաղը այս այգում նորից կհանդիպեն, ծնողները դրսից նստած են։
հեռախոսների մեջ։ Ուրեմն մարդը ծնվում է բաց, այդ հետո է ինքը իրան փակում։ Եվ երբ որ դու բաց ես, այս աշխարհում այդքան բան կա բաց մարդու համար, չէ հետաքրքիր։ Եվ ուրիշ երկրներ, եւ ուրիշ ժողովուրդներ, եւ քաղաքներ, եւ արվեստի գործեր, եւ ուրիշ մարդիկ։ Կոմպլեքսները ինչպես են ձևավորվում ձեր պատկերացմամբ, բացի բնականաբար ծնողները, որ ասում են սա չի կարելի, նա չի կարելի, դուք ինչ տարբերություններ եք տեսնում եւ տեսնում եք կոմպլեքսավորված մարդուն եւ չկոմպլեքսավորված մարդուն։ Ինչքան ես եմ նկատել, կոմպլեքսավորված մարդիկ հիմնականում խոսում են որոշակի տրաֆարետներով, հա։ Այդ թաքնվում են այդ տրաֆարետների տակ։ Այ կա ասենք թե տեսակ բան, որ ասում ես ու վերջ դրա տակից դու թաքնվեցիր ու կարծես թե քեզ ապահոված զգացիր։ Նայեք, նույնիսկ մեր շրջապատում Facebook-ում եւ այլն, հա, ամենատարածված բառը որն է։ Ժողովուրդ դիմում է ինչ-որ մեկը, կամ ժողովուրդը սրան չի ընդունում, կամ ժողովուրդը սրան ընդունում, ինչու են օգտագործում ժողովուրդ բառը։ Ժողովրդի մեջքի հետևը հեշտ է թաքնվել։ Երբ որ դու ասում ես ես, դու պատասխանատվությունը վերցնում ես քո վրա, քո սիրո, քո ատելության, քո ընկալման, ամեն ինչի քո գնահատականի։ Երբ որ դու ասում ես այ ժողովուրդը սենց է ուզում, կամ ժողովուրդը սենց չի ուզում, դու կարծես թե քո պատասխանատվությունը բաժանում ես փոքրիկ մասերի եւ քեզ տակը բան չի մնում։ Եվ հետո երբ որ դա չի իրագործվում, քո ասածը, դու ասում ես դե ես ինչ են ժողովուրդն էր։ Բարի եղի պատասխանատվությունը վերցնել քո վրա, ես ասելը դա անհամեստություն չի, դա պատասխանատվություն է, որտեղ իրականում պատասխանատվություն ունի միայն ազատ մարդը։ Ստրուկը պատասխանատվություն չունի։ Ստրուկը ասում է մենք, ազատ մարդը ասում է ես։ Դուք ունեք բնորոշում ժողովուրդ տերմինի բառի։ Չէ, անկեղծ ասած։ Ես ավելի շատ գերադասում եմ հանրություն բառը եւ ասեմ ինչու։ Որտեղ հանրությունը տարբեր է։ Հանրությունը կազմված է շատ տարբեր մասերից։ Եվ հանրային ասենց ասեմ գոյատևման օրենքը պահանջում է, որ այդ տարբեր մասերը կարողանան իրար հետ երկխոսության մեջ մտնել։ Երբ որ մենք ասում ենք ժողովուրդ, դա կարծես մի այսպիսի, հա, ընդհանրություն է, որին մենք զրկում ենք կամ փորձում ենք տալ որոշակի բնորոշումներ, որ չգիտես, ասենք թե իրոք դրանք վերաբերում են այդ ժողովրդին, թե ոչ, ասենք թե մենք ասում ենք, մեր ժողովուրդը բարոյական է, շատ բարի, իսկ որ ժողովուրդն է անբարոյական, կամ ընտանիքը շատ կարևոր է մեր ժողովրդի համար, իսկ որ ժողովրդի համար ընտանիքը կարևոր է։ Կամ ընտանիքը սրբություն է, ունեք ես միշտ ասում եմ լավ ընտանիքն է սրբություն։ Իհարկե։ Որտեվ կան ընտանիքներ, որտեղ այնքան անառողջ միջավայր է, եւ երեխաները այդ միջավայրում մեծանում են եւ չգիտես ինչ ճակատագրեր են։ Եվ դա շատ ավելի վատ է, որտեվ եթե երեխաները մեծանում են վատ մտնոլորտում, եթե այդ սերը բացակայում է, այդ բարդություններն էլ այդտեղից են գալիս, նայ բազմաթիվ։ Այնպես որ այդ բոլոր ուրեմն բնորոշումները ժողովուրդ այսպեսին է, ժողովուրդ այնպեսին են, ուրեմն ասենց վատ գրականության դաշտից են։ Մարդիկ տարբեր են, եւ այդ տարբեր մարդիկ պետք է կարողանան, որպեսզի կայանան, որպես հանրություն, ուզում եք անունենք ժողովուրդ ոչինչ, բայց պետք է կարողանան իրար հետ գտնեն ընդհանուր եզրեր, ընդհանուր արժեքներ, շատ կարևոր։ Կարող է հանրությունը շատ տարբեր հայացքներ ունենալով հանդերձ որոշի, որ մեծագույն արժեքը մարդու կյանքն է։ Կարծում կարող է, ով պիտի վիճի դրա հետ։ Որտեվ եթե առավել եւս որ մեր փորձը, ես նկատի ունեմ պատմության փորձը, ցույց է տալի, որ երբ մարդու կյանքը չէ մեծագույն արժեքը, այլ ասենք թե ժողովուրդն է մեծագույն արժեքը։ Եվ պարզվում է, որ կարելի է ոչնչացնել այդ ժողովրդի կեսը հանուն ժողովրդի, բայց որևէ մարդու դու չես կարող զրկել կյանքից հանուն մարդու, եթե մարդու կյանքը մեծագույն արժեք է։ Նայեք, ամենամեծ հանցագործությունները, վերցնենք շատ հեռու չգնանք մի 80-70 տարի առաջ, հա, նացիստական Գերմանիա եւ ուրեմն սովետական միություն, ստալինական։ Քանի միլիոն մարդ կործանվեց։ Իսկ գաղափարախոսությունը նայի երջանկություն, միտեղ սեփական ժողովրդի համար, մյուստեղ
համայն մարդկության համար։ Եվ եթե դու դնում ես նման խնդիր, երջանկություն ոչ թե կոնկրետ մարդու համար, այլ ժողովրդի համար կամ ավելի վատ մարդկության համար, դու սկսում ես շատ արագորեն ոչնչացնել մարդկանց մեծ քանակներ, որտեղ լինում են մարդիկ, որոնք գուցե քո այդ, ասենց ասեմ, այդ ֆորմուլային, որով դու ուզում ես հաստատես այդ երջանկությունը, համաձայն չեն։ Ախ, եթե համաձայն չես, դու չպետք է ապրես։ Դրա համար ասում կան ինչ-որ կետեր, որի վրա կարելի է փորձել ստեղծել կամուրջներ։ Կամուրջները հանրության համար երևի ամենակարևոր բանն է։ Դուք գիտեք, չէ՞, կա արտահայտություն, լավություն առաջ ջուրը գցի։ Դրա շարունակությունը կա, կամուրջ կկառուցվի։ Ես կարծում եմ, այստեղ կա որոշակի ճշմարտություն։ Խոսեցիք այդ կեղծ խոսույթների մասին, լոզունգների մասին։ Երբ եք դուք հասկանում, երբ մարդը խոսում է, որ լոզունգային են, կեղծ են, դատարկ են այդ խոսքերը, ո՞նց եք դուք տարբերում։ Ես ունեցել եմ հրաշալի ուսուցիչ Երվան Մանարյան, եւ չնայած մենք ունենք 20 տարվա տարբերություն, մենք հրաշալի ընկերություն էինք անում, զրույց էինք անում հաճախակի ամեն ինչի մասին։ Երվան Մանարյանը այդ խոսույթները անվանում էր տաղտկալի ճշմարտություններ։ Հայրենիքը պետք է սիրել։ Հասկացանք, հա։ Ինչ։ Գուցե ասեք ինչպես, որովհետև մենք չենք ասում, չէ, մայրիկին պետք է սիրել, հայրիկին պետք է սիրել։ Դա բնական հասկացողություն է։ Եվ երբ որ գալիս են այդ տաղտկալի ճշմարտությունները, որոնց հետ ոչ վիճել ալնում, ոչ էլ որևէ բան տալիս են քեզ, դու հասկանում ես, որ դու գործ ունես այդ դեր ասած ստերեոտիպների հետ։ Իսկ եթե մարդը սկսում է խոսակցության ընթացքում, բերեմ ընդհանուր մեր խոսակցությունը, մտածել, ասելուց առաջ, հա, ինչ-որ բան, ոչ թե արդեն պատրաստի մտքեր հրամցնել։ Դե դուք հիմա հարց եք տալիս, ես մտածում եմ, իսկ որն է ճիշտ։ Սա այնպես չի, որ ես այդ հարցը երբեք ինձ չեմ տվել, բայց գուցե տարբեր ժամանակներում տարբեր պատասխաններ եմ մանեկել եւ գուցե չեմ գտել։ Ընդհանրապես ես միշտ խուսափում եմ մարդկանցից, որոնք գիտեն բոլոր հարցերի պատասխանը։ Դա վտանգավոր է։ Էլ կյանքը ինչի՞ տա տված։ Ինչի՞ համար է քեզ տված, ապրելու իմաստը կորչում է։ Կյանքը հետաքրքիր բան է։ Եվ ինչքան շատ ես ապրում, այդքան ավելի հետաքրքիր է դառնում, կեղծ ասեմ։ Եվ այդքան ավելի ուրախ։ Հետաքրքիր է։ Ինչի ասույթներ կան, չէ՞ որ ինչքան շատ ես մտածում, խորանում ինչ-որ հարցերի շուրջ, ավելի տխուր է դառնում կյանքը, ավելի հասկանալի են դառնում ինչ-որ բաներ։ Կյանքի իմաստը կյանքն է։ Պետք է կարողանալ ուրախանալ։ Դուք որտեղ եք գտնում ուրախություններ։ Անկեղծ ասած ամենտեղ եմ գտնում։ Առավոտյան զարթնում եմ, ուրախանում եմ։ Զարթնել եմ։ Արևա, լույսա։ Գնում եմ լողավազան։ Ճանապարհով գնալուց տեսնում եմ արագածը, հետ վերադառնալուց տեսնում եմ արատը։ Ուրախանում իմ համար տարբերություն չկա։ Ես շփվում եմ իմ ընտանիքի անդամների հետ, ես ամեն երեկո խոսում եմ հեռախոսով շատ երկար իմ ամենամոտիկ ընկերոջ հետ։ Եթե որևէ մեկը լսի այդ խոսակցությունները, նա կասես Իդեկը խելագարվել են։ Այդ ինչի մասին է խոսում, այդ ինչ սրամտություններ է, այս ինչ հեգնանք է, այս ինչ բան է։ Բայց այսպես ասած լավ ստանում ենք քնաբերը մեր, գնում եմ թատրոն, որտեղ հիմնականում աշխատում են եւ իմ աշակերտները եւ մարդիկ, ովքեր իմ հետ աշխատում են արդեն տասնյակ տարիներ։ Մենք սրամտում ենք, մենք ուրախանում ենք, մենք ուրախացնում ենք, մենք աշխատում ենք, որտեղ աշխատանքն էլ է ուրախություն։ Մենք բացարձակապես իրար նման չենք, մենք շատ տարբեր ենք, բայց մենք անում ենք նույն գործը, կայացնում ենք մեր թատրոնը։ Հիմա եթե ես սա փոխեմ թատրոն հասկացողությունից դեպի երկիր, հա, մենք շատ տարբեր ենք, բայց մենք պետք է կայացնենք մեր երկիրը։ Բայց շատ խնդիրներ կան, չէ՞։ Հիմա դեղամիջոցը որն է, ամեն առավոտ մտնում ես համացանց եւ նոր անհանգստացնող մի բան։ Այդ ամեն ինչի մեջ ոնց թափ մնալ, որ ոչ անտարբեր լինել, ոչ էլ անդուս դեպրեսիայի մեջ։ Անտարբեր լինել իհարկե չի կարելի, բայց ոչ էլ դեպրեսիայի մեջ կարելի է լինել։ Իրեք ես միշտ կողմնակից եմ եղել գիտակցված էգոիզմի։ Դու պետք է մտածես քո առողջության մասին, հոգեկան առողջության մասին, որտեվ եթե դու այդ բացասական էներգիան կլանում ես եւ նույն ձևով ուրեմն արտացոլում ես, դու շատ վատ բանով ես զբաղված։
Իսկ եթե դու գոնե մի քիչ ավելի լուսավոր բան ես արտացոլում, հա, եթե դու այս ամբողջ ինֆորմացիայի, այս ամբողջ թերությունների, այս ամբողջ սխալների ճոցով միևնույնը քո քարի կտորը ուզում ես դնես շինարարության մեջ եւ պետք է պարտավոր լինես դա դնելու։ Դու չպետք է ասես, դե գիտեք ինչ, միջև էս իշխանությունը չփոխվի կամ միջև էս համակարգը չփոխվի, ես չեմ դնես քարի կտորը։ Կյանքդ կանցնի ու կյանքից վերջում կպարզվի, որ դու ոչ մի բան չես արել եւ սպասում ես, երբ գան լավ ժամանակներ։ Լավ ժամանակներ չկան, կան այն ժամանակները, որի մեջ մենք ապրում ենք։ Բայց արդյոք չպիտի ըմբոստանալ, եթե դու համաձայն չես ինչ-որ բաների։ Իհարկե ըմբոստացի։ Այսինքն լավ ժամանակները նաև ստեղծում ենք, չէ՞ մենք։ Հարմարվելուց բացի նաև պիտի ստեղծել այդ ժամանակը։ Դուք նկատել եք, որ մեր հիմնական ըմբոստման պարզապես ըմբոստանում է ժամանակ առ ժամանակ։ Տակը գործ չկա։ Տակը գործ չկա եւ համարում է, որ այդ ըմբոստությունը դա արդեն գործ է։ Չէ, դա գործ չի։ Ես դեմ եմ, շատ բարի, իսկ ինչն ես կողմ։ Դեմ լինելը կա ու կա եւ պիտի լինի։ Եվ ընդհանրապես միջև դեմ չլինես կողմը չի ձևակերպվի։ Արվեստում էլ այդպես։ Պիկասոն դեմ էր Ռաֆայելի, սենց ասենք, որտեղ փոխվում էր ժամանակները։ Ամեն անգամ հաստատելով ինչ-որ նոր բան մենք հերկում ենք անցյալը։ Բայց մենք պետք է այդ հաստատելը եւ հերքելը տեղադրենք ժամանակի մեջ, առաջընթացի մեջ։ Մենք չպետք է ասենք, ես դեմ եմ այսօրվա, կեցցե երեկվա օրը կամ կեցցե երեք չառաջորդվա օրը։ Ես դեմ եմ այսօրվա, որպեսզի կայանա վաղվա օրը։ Կյանքը այդպեսին է, կյանքը չի կարող վերադառնալ հետ։ Ես չեմ կարող դառնալ 20 տարեկան, ինչքան էլ ես դեմ լինեմ իմ 68 տարեկան հասակին։ Ես չգիտեմ, միգուցե սխալվում եմ, միգուցե ամեն ժամանակներում այդպես է թվացել, բայց հիմա կյանքը շատ քաոտիկ է եւ շատ արագընթաց։ Ինչպես պիտի մարդը կողմնորոշվի այս արագընթացքի մեջ։ Արագընթաց է, երևի, հա, ես էլ եմ դա զգում, բայց քաոտիկի վերաբերյալ մոտորապես 120-125 տարի առաջ Լև Տոլստոյը ասել էր, ես եկել եմ այն համոզման, որ աշխարհը ղեկավարում են խելագարները։ Մենք կարող ենք այսօր կրկնել այդ խոսքերը։ Կարծում եմ այո։ Այն ինչ որ մենք ենք տեսնում։ Բայց մեր անհատական վերաբերմունքը, մեր որպես անհատ մարդու գործելավոճը, մտածողությունը, եթե մենք կապենք միայն այն ամեն ինչ հետ, ինչ որ կատարվում է աշխարհում, մենք կլինենք աշխարհի ամենադժբախտ մարդը։ Հա, կատարվում են ահավոր բաներ, այն էլ այսօր։ Աշխարհը նորից վերաձևվում է, կոտորածներ մարդկանց առավել եւս մենք դա գիտենք մեր օրինակների վրա, հա։ Բայց դա նշանակում է, որ դու պետք է սկսես ատելություն տարածել։ Իսկ գուցե դու քո նեղ փոքրիկ շրջանակում փորձես վերականգնել աշխարհը, ոչ թե սպասես, որ աշխարհը վերականգնվի ու ես հետո կհարմարվեմ դրա մեջ։ Չի լինում այդպիսի բան։ Բուրգը ներքևից է կառուցվում։ Եթե դու ուզում ես բուրգի գլխին դնես գեղեցիկ քար, դու պետք է այս ամբողջը կառուցես։ Եթե դու օդի մեջ դնես ինչքան ասես գեղեցիկ քարը, նրանք կընկնեն ներքև, որտեղ հենարանը չկա։ Ես ինչ եմ ուզում ասել, սա ոչ թե լավատեսական կամ հորատեսական մոտեցում է, սա իրականություն է։ Իմ համար աշխարհի կենտրոնը դա մարդն է։ Իմ պարագայում ես։ Ինձնից հետո կյանք չի լինի, եկեք սրա հետ համաձայնվենք։ Իմ կյանքը կավարտվի այս ժամանակաշրջանում, որ ես ապրում եմ։ Չի լինի այսպես, որ այսօր ես ապրեմ վատ մտքերով, վատ զգացմունքներով, հետո կգա ժամանակը, չի գա։ Բայց այդ հոգատարությունը սերունդների միջև չպիտի լինի։ Չէ, շատ հասկացա հոյակ։ Ուրեմն վաղը կառուցվում է այսօր։ Եթե դուք այսօրվա մասին չեք մտածում, այս տաֆետը սերունդից սերունդ անցնելու է, ապրեք երեխեք, բայց մերպես չապրեք։ Մենք հեչ, մենք ամեն ինչ կանենք, որ մեր երեխեքը լավ կապրեն։ Հետո գալիս են այդ երեխաները, ասում են մենք հեչ, մենք ամեն ինչ անենք, որ մեր երեխաները լավ կապրեն։ Ու տենց սերունդե սերունդ, ասում ենք մենք հեչ, մեր երեխաները լավ ապրեն։ Մենք հեչ չէ։
Մենք պետք է լավ ապրենք, որ մեր երեխաները տեսնեն դա եւ իրենք էլ ուզեն լավ ապրել։ Սա էստաֆետ է, որը պետք է փոխանցվի, բայց ոչ թե ցանկությունների էստաֆետ, այլ կոնկրետ գործի։ Քանի մարդ գնաց տարբեր երկրներ ապրելու ու այնտեղից լացակումած նամակներ է գնում, որ մենք այստեղ տանջվում ենք, բայց այս ամեն ինչը հանուն երեխաների։ Այդ երեխան, որը ամեն օր տեսնում է տանջված դեմքերը ծնողների, երջանիկ է ապրում։ Այդ երեխան, որին դու ասում ես եւ ասում ես բոլոր ծանոթներին, որ դու զոհաբերել ես քո կյանքը հանուն նրա, նա նորմալ հոգեբանությամբ կմեծանա, երբ որ դեր ծնողը ձեզ ասում է ես զոհաբերեցի իմ կյանքը հանուն քեզ։ Դա ահավոր բան է։ Մենք մտածենք էլ մի քիչ ավելի դուրս գանք այդ փաթեթիկ սուտ տաղտկային ճշմարտություններից։ Եկեք այսօր տեսնենք այս մարդկանց, որոնք այսօր մեր կարիք ունեն, որոնք այսօր են ուզում ապրել, օգնենք ում կարող ենք օգնել, չվնասենք, եթե չեն կարող օգնել, բայց այսօրվա օրը գնահատենք։ Ինչ կլինի վաղը չեմ ուսոր, եկեք անկեղծ խոսենք։ Ես կարող եմ հստակ ասել ինչ կլինի, դուք կարող եք հստակ ասել ինչ կլինի ձեզնից հետո։ Ոչ ոք չի կարող ասել, բայց ինչ ենք խափում մարդկանց։ Այսօրվա օրը թողած մենք մարդկանց խափում ենք վաղվա օրով։ Իմիջիալոց ամենաբռնատիրական համակարգեր հենց դրա վրա կառուցված էին։ Սովետական բանում կառուցում էին կոմունիզմ, որը կգա եւ ամենա, ցենց ասեմ, պարզունակ ձևով են մատնացուցում կոմունիզմի գաղափարը, հա, ամեն ինչ անվճար կլինի։ Ու այդպես էլ տպավորվեց մարդկանց ուղեղներում, որ կոմունիզմը դա այն է, ինչ որ ամեն ինչ անվճար։ Հազարամյա ռեյխ կլինի, ասում էր Հիտլերը։ Դրախտ կլինի։ Արիական ժողովուրդների համար մնացածը ստրուկ կաշխատեն, որտեղ դրանք ուրիշ բան չեն կարող անել։ Ուրա։ Մեկը դիմացավ 70 տարի, մեկը դիմացավ 10 տարի մոտորապես։ Դա եղավ ամենաայլանդակ բաները անում են հանուն ապագայի։ Հանուն ներկայի եկեք անենք։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։